չեմ կարծում, որ այդ հայտարարությունները արտացոլում են իրերի այն դրությունը, որ կա հետնաբեմ։ Որովհետև այդ հայտարարությունները կարծես թե բավականին երկակի իմաստ ունեն, մի կողմից դրանք թվում են զգուշացում պաշտոնական Երևանին, մյուս կողմից դրանք նաև պաշտոնական Երևանի նախընտրական քարոզչական ջրաղացին լցվող բավականին այսպես մեծ ծավալի ջուր են, եթե նկատի ունենանք, որ Երևանը իր պաշտոնական քարոզարշավը անում է հետևյալ շեշտադրումով. կան ընդդիմադիր 3 առաջատար ուժեր, որոնք Ռուսաստանի պատվերով փորձում են ոտնձգություն կատարել ինքնիշխան քաղաքականության նկատմամբ եւ հեռացնել Փաշինյանին Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ դնելու համար։ Սա Նիկոլ Փաշինյանի պաշտոնական քարոզչության մեխն է ընդդիմության 3 առաջատար ուժերի նկատմամբ։ Եվ Ռուսաստանից հնչող այս հայտարարությունները փաստացի էական ծավալի ջուր են լցնում այս քարոզչությանը։ Իսկ եթե փորձենք հասկանալ լավ որն է այս հայտարարությունների պատճառը, ինչ է տեղի ունենում Հայաստանում կամ ինչ որոշում է կայացնում Հայաստանը, որ կարող է նման անհանգստություն առաջացնել Ռուսաստանի մոտ։ Մենք տեսնում ենք, որ գործնականում այդպիսի անհանգստության առարկայական շարժարից կարծես թե չկա։ Եվ այստեղ առաջանում են հարցեր, թե ինչ է կատարվում հետնաբեմում այդ առերևույթ հայտարարություններից այն կողմ, եւ այդ հայտարարությունները ավելի շատ այսպես ռիսկ են Փաշինյանի համար, թե հակառակը, ինչպես նշեցի, որոշակի աջակցություն են Փաշինյանին եւ նրան թույլ են տալիս ավելի այսպես ճակերտավոր ասած հիմնավոր հակաքարոզչություն անել ընդդիմության առաջատար ուժերի նկատմամբ։